նախ ստորագրվեց, այսպես ասենք, խաղաղության պայմանագիր նախագահների մասնակցությամբ։ Խաղաղության մասին թեման դարձել է top թեմա վերջի եւս 8 ամիսների ընթացքում։ Ով ինչից խոսում է, թե իշխանությունից է, ապա խոսում է խաղաղության մասին։ Մենք ասում ենք երաշխավորված խաղաղության մասին։ Մենք ասում ենք խաղաղության մասին, որը կախված չի Նիկոլ Փաշինյանից, ԿՊԱ-ականներից, Ռոբերտ Քոչարյանից, Տրամպից, մեկ ուրիշից։ Երաշխավորված խաղաղություն նշանակում է մեխանիզմների կիրառում միջազգային, որը այդ անհատական վերաբերմունք Ալիևի կամքից, այսպես ասենք, դուրս։ Ինչ է կատարվում հիմա։ Պարզվում է, որ այդ նախաստորագրված փաստաթուղթը փուչիկ է։ Նիկոլ Փաշինյանը, ԿՊ-ն, բոլոր հարթուկներից խոսում է նրա մասին, որ սեպտեմբերին պատերազմ է լինելու, եթե ինքը չվերանտրվի։ Սա է խաղաղությունը։ Ըստ էության, իրենք 7.5 ամիս մեր ժողովրդի կոպիտ ասած ժողովրդական լեզվով ասած գլուխ էին հարթուկում խաղաղության մասին, հետո պարզվեց, որ այդ խաղաղությունը ուղիղ կապված է ընտրությունների հետ Հայաստանում։ Իսկ խաղաղության խախտողը անպայման լինելու է Իլհամ Ալիևը։ Սա է ձեր արգումենտները, սա է ձեր փաստարկները։ Իսկ ինչ խաղաղություն է, որը կապված է ընտրության արդյունքի հետ։ Ըստ էության 7.5 ամիս այ կրկնեմ բոլոր էլեկտրական սարքերից հնչող այդ խաղաղության թեզը իրենք հիմա քանդում են ամենօրյա 24 ժամվա ռեժիմով։ Ամեն օր քանդում են։ Խի են քանդում, որովհետև հասկացել են, որ ընտրվելը դժվար է եւ պետք է վախ ներշնչել մեր ժողովրդի մեջ։